Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուներն իրենք էլ չգիտեն, որ թեկնածու են։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, նրանց հետ դեռ չի խոսել այդ մասին։ Որ Ծառուկյանն ինքը վարչապետ դառնալու մտադրություն չունի, հայտարարել է, բայց թե ում է տեսնում այդ պաշտոնում առայժմ չի բացահայտում։ Չնայած խորհրդարանական ընտրապայքարն արդեն հատել է հասարակածը։ Ժողովուրդը նորություն ա ուզում, մեզ պետք է ապագայի վարչապետ։ Թեկնածուները կան, 4-ն են։ Իրանք էլ չգիտեն, որ իրանք են, ես ավելի պարզ ասեմ ձեզ, որ բացում եմ, քարտերը բացեմ, իրանք էլ չգիտեն, ես որից եմ եկին խոս չեմ տվել։ Նույն օրը երեկոյան ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրիկ Սուրենյանցը հանրային հեռուստաընկերության եթերում ասել է. իրենց թիմի ու ընտրազանգվածի հավաքական կարծիքն այն է, որ իրենց ուժի հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնը ստանձնելու է Գագիկ Ծառուկյանը։ Եթե ընդդիմության մեջ ԲՀԿ-ն առաջին տեղը գրավի, էլի ակնկալում են, որ համախմբում լինի Ծառուկյանի շուրջ։ Պարոն Ծառուկյանը ասաց վարչապետ չեմ դառնալու։ Զբաղեցնեն կահաղթենք ընտրություններում, պարոն Ծառուկյանը կստանձնի վարչապետի Բայց ինքը ասել է, ես չեմ ուզում։ Դե ասել է ընտրարշավի մեկնարկին, այվախ շատ քննարկող թեմաներ թեկնածուներ կային։ Գագիկ Ծառուկյանն ասուլիսում անվանական չի նշել նաև, թե հունիսի 7-ի ընտրություններից հետո ընդդիմադիր որ ուժերի հետ են պատրաստ համագործակցելու, ծրագրերի համատեղելիությամբ կորոշվի։ Եթե մարդիկ ընդհանուր համաձայնություն գտան, վարձը կարող են քննարկել իրենց ծրագրի հետ, որը ժողովրդի համար ընդունելի անհրաժեշտ է, ես դեմ չեմ, կարող է որոշ ուղումներ ծրագրերի մեջ իրենց ավելի լավը լինի, որը որ այսօրվա պայմաններում դա օգուտ է իմ երկրին, իմ ժողովրդին, ուրեմն այդպես կհամաձայնվեմ։ Ես չեմ գնացել ինչ որ Մայքանի մանդատի համար խորհրդարանում տեղավորվելու համար Ծառուկյանը ոչ դրա կարիք ունի, ոչ էլ ցանկություն ունի։ Իշխանությունների հետ կոմպրոմիս չի լինի, եթե անգամ ունեցվածքը կորցնի։ Իսկ եթե իրավապահները ապօրինի գույքի մեղադրանքով գնան իր հետևից, կհամարի, որ հերոսացնում են իրեն։ Հայտարարել է հանցագործություն չի անում, ընտրակաշարք չի բաժանում։ Ծառուկյանը նման է ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեն, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց։ Խնդրում եմ ձեզ, դուք գնացեք մի հատ մարդկանց տները, իրավիճակը նայեք, ձեռները նայեք, տան ունեցվածքը նայեք, սիրտդ կցավա։ Ոնց կարա դու քո ունեցվածքի համար, ընդմիշտ դու ոնց դառնալու ես ազգի թշնամի։ Ծառուկյանը այդ գործարաններից չի երբեք ես չեմ կարող։ Հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի ես հզոր տղեր կունեմ։ 2015-ին քաղաքականությունից դուրս գալու, բայց հետո քաղաքականության մեջ լինելու թեմայի վերաբերյալ ԲՀԿ ղեկավարն ասել է. այն ժամանակ քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարել էր, որ արյունահեղություն չլինի։ Հավելել է, հարյուրավոր իր թիմակից պատասխանատուների էին ձերբակալել։ Հիմա էլ ոչնչից չի վախենում։ Իր բոլոր նպատակներն իրականացել են։ Մնացել է Քրիստոսի արձանը տեղադրվի։ Բայց մի նպատակ էլ ունի, Նոյան Տապանի կառուցում է ձեռնարկել։ Պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, իրեն տղաները, հասները ու կենթաները սաղ արդեն պատվիրած է։ Ինչ վերաբերում է հունիսի 7-ից հետո հնարավոր հետընտրական զարգացումներին, արդյոք փողոցային պայքար կլինի։ Ծառուկյանն ասել է, ժամանակը ցույց կտա։ Թող գա ժամանակը, 19 կուսակցություն մասնակցում, ամեն մեկն էլ ունի իր վստահված անձը, ճիշտ է թե ոչ։ Նայելու են, եթե ինչ որ բռնի ու ժողով, ես իմ ինչեր արեցին, պարզ է, եւ ոչ ժողովուրդը կհամակերպի, ոչ մենք, բայց եթե քո ժողովուրդը գնաց ձայնը տվեց, որովհետեւ հիմք չկա, ինչ պետք է անես։ Անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիներին Ծառուկյանը հայտարարել է, չլուծվող խնդիր աշխարհում չկա։ Նրա խոսքով հարկավոր է զբաղվել դիմել տարբեր երկրների ղեկավարներին։ Այո, պետք է Ալեքսանդր Գրիգորիչին էլ, Լուկաշենկոին էլ դիմել, Վլադիմիր Վլադիմիրին դիմել, Տրամպին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել։ Եթե զբաղվող կա, հետևող կա, կապ ունեցող կա, ծանոթություն ունեցող կա, շրջապատ ունեցող կա, որ կարողանան բանակցեն, հարցերը կարգավորեն։ Եթե այսօր Իրանն ու Ամերիկան կարող են անկյուններ գտնել, կազմակերպել, բանակցել, ընդհանուր հայտարարի գալ, ոնց կարող մենք չկարողանանք մեր գերիների հարցը կարգավորելու։ Լուկաշենկոյի դուք ընկերական հարաբերություններ ունեք, Լուկաշենկոն էլ Ալիևի հետ ընկերական։ Այո, բայց դա եմ ասում։ Դուք պատրաստվում եք դիմել Լուկաշենկոյին կամ հիմա, կամ թեկուզ եթե իշխանության գա, կամ փորձել եք մինչ այս դիմել, օրինակ այդ թեմա առասարակ իր հետ խոսք եղել է թե ոչ։ Շատ բաներ ձեզ չասեմ, բայց ամենակարևորը իմացեք հնարավորություն դեպքում մի ամիս չի կարող տևել, որ իրանք ընդեղ մնան, եթե հնարավորություն իմ ձեռքում լինի։ Լուկաշենկոյի հետ որ հարցով ես դիմել եմ, ասել եմ, 2 րոպե չի տևել։ Չլուծող խնդիր գոյություն չունի, ձևի հարցերը կարգավորում եղբայր։ Դա ինչ հարց է։ Աննա Զախարյան, լուրեր։